Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հարսին Անի Գևորգյանին դատարան են հրավիրել ցուցմունքներ տալու։ Ըստ դատախազության ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի հարսը կատարել է հանցանք, ընդունել է իր մեղքը, համագործակցել նախաքննական մարմնի հետ եւ այդ հիմքով նրա մեղադրանքի մասով գործը կարճվել է։ Փայլուն արդարադատություն։ Իսկ մեկ նախադասությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պաշտպանած ազգային բարերար Սամվել Կարապետյանին 7 ամիս է պահում են կալանքի տակ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։ Թերթի տեղեկություններով մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։ Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավոր այս շարժումն ամիսներ շարունակ աշխատել է փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Ասում են, այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ նախօրեին քաղաքացիական պայմանագրի ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին 50 հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձևավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է՝ վերջին օրերին պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես Զվարթնոցի մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին եւ պետեկամուտների կոմիտեի ընթացիկ հսկողության վարչությանը։ Ըստ արկա տեղեկությունների նոյեմբերին Զվարթնոցի մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։ Պետ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ կոմիտե տեղափոխված Զվարթնոցի մաքսային բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։ Դեպքը բացահայտվել է Զվարթնոցի մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Ըստ տեղեկությունների դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։ Դեկտեմբերի 10-ին կոմիտեն պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը եւ կոմիտեի պաշտոնյաների առնչությունը դրան, սակայն արդեն դեկտեմբերի 13-ին մամուլում հրապարակումներից հետո կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ կոմիտեի նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։ Դեկտեմբերի 24-ին Զվարթնոցի մաքսայինում տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել էր, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռթուք։ Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են Զվարթնոցի մաքսային 5 պաշտոնատար անձանց։ Ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում եւ կոմիտե է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ, լինելով նրա մոտ ընկերներից մեկը։ Զվարթնոցի դեպքից բացի մաքսանենգության եւս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը։ Նա պետ նախագահի մորաքրոջ որդին է։ Տարածված տեղեկությունների համաձայն պետում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին եւ նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։ Առանձին դրվագ վերաբերում է պետ ընթացիկ հսկողության վարչությանը։ Ըստ տեղեկությունների վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Հակոբյանի ենթականները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջ պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինիս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։ Գրում է թերթը։